Բոլորս պայքարում ենք մեր կյանքի համար, շողացող արևի տակ մեր տեղի, մարդկանց շարքում մեր կարգի համար։ Տանում ենք մեր բեռը, կառուցում մեր տունը, ջրում մեր ծառը ու պատեհ առիթով խմում աշխարհի խաղաղության կենացը։ Հազար երանի նրանց, որ գիտակցելով իրենց մարդկային պարտքը և ազատության արժեքը, առնելով մահվան դառը հոտը, միևնույնն է, նետվում են մարտի ու հաղթում։ Հաղթում են ոչ իրենց համար, այլ նրանց, որ դեռ նոր պիտի ծնվեն։ Գևորգ պապը արմատներով խոյից է, Հոռոմսիմ տատը կոտայքից, ընտանիք են կազմել ու մեծացրել 4 երեխա, 3 աղջիկ և մի տղա, Հրանտը, ընտանիքի ծուխը։ Ապրում էին ներկայիս նոր գյուղում, Կոտայքի մարզում։ Գևորգ պապը փորձառու հյուսն էր և գործի բերմամբ հաճախ էր ֆայթոնով Երևան գնում։ Ի վերջո որոշում է ընտանիքը տեղափոխել Երևան, որ հաճախ չբացակայի։ Հաստատվում են Աբովյան 25 հասցեում։ 16 տարեկան Հրանտը միջնակարգ կրթություն ստանալուց հետո 1937 թվականին անցնում է աշխատանքի Հայմատում, սկզբում որպես ցրիչ, այնուհետև գնորդ։ 1938 թվականին ՀՍՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում աշխատում է որպես զինվորական սուրհանդակ, այնուհետ հատուկ կապում որպես ցրիչ։ Նույն թվականին բանակ գնալու համար կամավոր դիմում է զինկոմիսարիատ և ստանում է ռազմական ուսումնարանում սովորելու ուղեգիր։ 1939-ին ընդունվում է բելոռուսական Կալինիկովիչի ռազմական նորաբաց ուսումնարան, որտեղ նախապատրաստում էին հրաձգային, գնդացրային, ականանետային դասակների հրամանատարներ։ 1941 թվականի հունիսի 1-ին ուսումնարանի կուրսանտները մեկնում են ռազմական հավաքների, Կալինինի մարզի Վիշնի Վոլոչեկ քաղաք։ Այնտեղ էր նաև Հրանտը։ 20 օր անց 1941 թվականի հունիսի 22-ին սկսվում է պատերազմը։ Պատերազմ, որը Ստալինը ժողովրդին ուղղած իր ռադիոուղերձում անվանում է հայրենական։ 600,000 հայեր մասնակցեցին հայրենական պատերազմին, որոնցից 300,000-ը Հայաստանից, 200,000-ը խորհրդային տարբեր երկրներից և 100,000-ը Սփյուռքից։ Այդ ժամանակ բելոռուսական Կալինիկովիչի ռազմական ուսումնարանի լեյտենանտներից շատերը ժամանակից շուտ դառնում են դասակի հրամանատարներ և ուղեգրվում պաշտպանելու ՍՍՀ արևմտյան սահմանները։ 20 տարեկան Բաբայանը նշանակվում է Մոսկվայի Կիրովի շրջանի Աշխարհազորի 9-րդ դիվիզիայի դասակի հրամանատար։ Պահեստային ռազմաճակատի հրամանատարն էր Գեորգի Ժուկովը։ Գերմանացիները ծրագրում են Թայֆուն օպերացիա։ Այդ ժամանակ դիվիզիան գտնվում էր Վոլվա գետի ձախ ափին։ Սկզբնական շրջանում ուրեմն հարձակվում են 20 տանկերով ու սկսում է դաժան ճակատամարտը եւ հայրս պատմում էր, ասում է վերևից ինքնաթիռները բաներ էին գցում, արկղեր, տակառներ ավելի ճիշտ, ծակ էին դրանք, ասում է անես մի հատ ձեն էին հանում, ձայնով ուժեղ ընկնում էին, ահու սարսափ էին տարածում շրջապատի համար։ Ու իրանք ընկնում են շրջապատման մեջ։ Իրանք 500 հոգով գալիս են արդեն այդ կալցոյի մեջից, որ դուրս գան, դե իրանք որ ուսումնարանը ավարտել են, բացատրում են, որ պետքա փոքր խմբերով դուրս գալ շրջապատումից։ Եվ գնում են, անցնում են իրանց սահմանագիծը եւ գերմանացիների այդ հատվածից գերեվարում են մի գեներալ մայորի եւ բերում են իրանց մոտ։ Այդ սխրանքի համար հորս տալիս են ավագ լեյտենանտի կոչում։ Մարշալ Կոնստանտին Ռոկասովսկին այդ օրերի մասին գրել է. Կռվով շրջափակումից դուրս գալը ցույց է տալիս մարտիկների կոփվածությունը։ Բաբայանն էլ կոփվեց։
Պատմում էր, որ ֆաշիստները կատաղի էին, գազազած եւ անմարդկային։ Տեսել էր նրան ձեռագիրը, գիտեր, որ պատրաստ են ամեն ինչի, տանկի տակ մարդկանց ճզմելուն, երեխաներ այրելուն։ Մոսկվայի պաշտպանությունը եւ հաղթանակը միայն սկիզբն էր այն դժվարին ճանապարհի, որ սպասվում էր երիտասարդ սպային։ Մոսկվայի մարտերին հայրս մասնակցել էր, բայց Մոսկվայի պաշտպանության համար մեդալը չէր ստացել, ես նրան անընդհատ ասում եմ ինչն է պատճառը, որ չես ստանում։ Նա ասում էր մենք ոչ թե կռվել ենք մեդալների համար, այլ հանուն հայրենիքի։ Իմ կողմից մի շարք հարցումներ կատարվեցին եւ դրական պատասխան եկավ։ Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը շնորհեց պապային մեդալը եւ փաստաթղթերը։ Հազար 941 թվականի վերջերն էր, Երևանում ձմեռնամուտ էր։ 20-ամյա հրանտը, ինչպես ինքն էր ասում, ֆաշիստների ջարդից հետո վերադառնում է Երևան։ Այդ օրերին Երևանն էլ պատերազմական անհանգիստ շնչառություն ուներ։ Փողոցներում մարդիկ չէին կանգնում սովորականի նման զրուցելու, քայլում էին լուռ ու գլխահակ։ Տեղեկությունները քիչ էին, եղածն էլ անորոշ ու տագնապալից։ Եվ չնայած խառը օրերին, կյանքը շարունակվում էր նաև պատերազմի ժամանակ։ Մի օր ընկերները Հրանտին պատմում են իրենց փողոցից քիչ այն կողմ ապրող, բայց երբևէ նրան չհանդիպած Անահիտի մասին։ Հանդիպում են։ Երևի հենց դա է իսկական սերը, երբ չեն հարցնում, թե ինչ է լինելու վաղը։ Հրամանատարը ամուսնանում է։ Ուրեմն մամայիս Գերդաստանը Քրմոյաններ են։ Իրենց ընտանիքը լինում է Բայազետի մեծահարուստներից մեկը։ Համարշային պատերազմի փոր սկսվում է, առաջինը գրավում են ռուսները 5 Բայազետը, այնտեղ կոտորած չի լինում։ Գաղթում են իրենք 18 թվին։ Մամայիս պապիկը Հոսեփ Քրմոյանը լինում է Շվեյցարիայում ավարտած ինտելիգենտ պատրաստված մարդ։ Մաման սովորում էր մանկավարժական ինստիտուտում։ «1942 թվականին Երևանն արտասովոր ընթացք ուներ։ Կառուցվում էր հաղթանակի կամուրջը, բացվում երաժշտական կոմեդիայի թատրոնը, եւ պատերազմ էր, եւ կյանք։ Զուգահեռ իրականության մեջ 89-րդ հրաձգային դիվիզիան 1942 թվականի հուլիսի 16-ին Երևանի Լենինի անվան հրապարակում Գերագույն սովետի նախագահ Մացակ Պապյանից ստանում է ռազմական ստորաբաժանումների մարտական դրոշները եւ մասնակցում երթման արարողության։ Պատերազմի հենց առաջին օրերից կազմավորվեցին հայկական դիվիզիաներ եւ այդ դիվիզիաներից մեկն էր փառահեղ մարտական ուղի անցած 89-րդ հայկական լեռնահրաձգային դիվիզիան։ 89-րդ դիվիզիան 1942 թվականի օգոստոսի 8-ից ուղևորվում է Գրոզնի, մտնելով Հյուսիսային զորքերի անդրկովկասյան ռազմաճակատի հյուսիսային 9-րդ բանակի կազմի մեջ։ Երևանում մի ավանդույթ կար։ Պուշկինի 4 հասցեում գտնվող Թայերովի տան կողքի դալանում ռազմաճակատ մեկնողներն իրենց անուններն էին թողնում դալանի պատերին ու առաստաղին։ Այսօր այդ անուններն արդեն չկան։ Ժամանակը մաքրել է, բայց երևի դիվիզիայի տղաներն էլ գրել էին իրենց անունները։
Արևոտ ու շոկ Երևանյան կայարանում հարազատները ճանապարհում էին նաև Հրանտին, ով 400-րդ գնդի առաջին գումարտակի հրամանատարի տեղակալը եւ միաժամանակ դիվիզիայի ուսումնական վաշտի հրամանատարն էր։ Նա հրաժեշտ է տալիս կնոջը, ընտանիքին եւ ոչ ոք չգիտեր կվերադառնա արդյոք։ Բնական է, բոլոր ամուսնացածները նկարվում են, ինքը հորս հետ զինվորական շորերով նկարվում է, հայրս այդ նկարը դնում է գրպանը եւ այդ նկարով օգոստոսի 8-ին նստում են գնացքները էշելոններով գնում են դեպի Գրոզնի։ Ուրեմն այդ բանը նկարը հայրս իր հետ պահում է մինչև պատերազմի վերջ։ Հայկական դիվիզիան, որ անցել էր 9-րդ բանակի կազմի մեջ, առաջին ռազմական մկրտությունը ստանում է 1942 թվականի սեպտեմբերին եւ սկսում միայն իրեն հատուկ հմուտ կատաղի անզիջում պայքարը։ Նու հերս որ մարտական մեծ փորձ է ունենում, արդեն 6 ամիս այնտեղ Մոսկվայի տակ այս կողմերը առաջնագծում, ինքը բան է անում, էլի, այդ զինվորներին բացատրում է, էլի, պատերազմը ինչ բան է, որտեղ դրանք ջահել տղաներ չեն իմանում ոնց է, ինչ է։ Դրանից հետո նրանք հորս շատ են հարգում, որպես բանիմաց խիզախ մարդ։ Հայ տղաներ էին, շատ երիտասարդ, ամեն մեկը հեռվում թողած իր հողը, տունը, հայրենիքը, բայց ոգին մեկն էր, հաղթել ամեն գնով։ Ու մերոնք անցնում են դեպի Մալգոբեկի արձակման։ Հայրս որպես փորձառու մարդ 13-ից ավել հետախուզություններ անում, իսկ հետո որ գալիս են Մալգոբեկի մոտ գնդացրային ուժեղ տարափի մեջ են ընկնում։ Հայրս գալիս է հրամանատարին, ասում է, ինձ թույլ տվեք, ես գրավեմ այդ բանը, բարձունքը։ Там под Малгобеком советские части встали насмерть и показали мужество и героизм. Особенно это касается свежесформированных дивизий, потому что опыта боевых действий у них не было. Большинство людей до этого в армии не служили, винтовку ни разу не видели. И для них, конечно, это было шок и испытание встретить элитные части противника, но они смогли и удержали. Ստեղծվում է հատուկ խումբ, որի հրամանատարը նշանակում հայրս, այդ խմբով գիշերը գնում են հարձակման ու գրավում են այդ բարձունքը, որի ժամանակ ուրեմն գերիա վերցվում 7 զինվոր, 12 հոգի նրանցից բանը սպանվում են եւ տեխնիկան իրանց բոլորը վերցնում են, մեր զորքերը արդեն առաջ են շարժվում դեպի լավ դիրքեր։ Ու հայրս այդ իր առաջադրանքը կատարելու համար ինքը դրա համար ներկայացվում է Կարմիր Աստղի շքանշանի։ Նամակները ռազմաճակատ ու Շուշ էին հասնում, սակայն 1943 թվականի հունվարի 18-ի լուրը Երևանից հասել էր մայոր Բաբայանին։ Այդ ժամանակ նրանք Նովրոսիսկ քաղաքի մատույցներում էին։ Անահիտը լույս աշխարհ էր բերել իրենց առաջնեկ որդուն, Համլետին։ Սպային հատուկ շատ զուսպ էր ոգևորությունը նորաթուխ հայրիկի։ Եվ Բաբայանի զինակիցները հրետանային համազարկերով որոշում են նշել հրաշալի լուրը։ Հանկարծ դիվիզիայի շտաբ է կանչվում հրետանու հրամանատարը։ Գեներալ Նվեր Սաֆարյանը սպասում է բացատրության, թե ինչ է կատարվում։ Միայն այս մեկ անգամ էր, որ հրետանու հրամանատարը մի քիչ շփոթված պատասխանում է, թե իբր թշնամու կողմից ակտիվություն են նկատել։ Իմ նկարը մամայի հետ ուղարկել են հորս ռազմաճակատ, որը ինքը պահել է իր ծոցագրպանը։ Ափս են նկարել, ձախ ափս նկարել են, թղթի վրա էտել են ուղարկել, ոնց որ թալիսման, ես էլ իրա նկարն եմ, պապայի նկարն եմ պահել իմ ծոցագրպանը, մինչև հիմա։ Նու Կովկասի ճանապարհին հայկական Թամանյան դիվիզիան, այդ թվում հորս գումարտակը մեծ խիզախություններ է դրսևորում, ազատագրելով բազմաթիվ գյուղեր, քաղաքներ։ Սախարնա Գալավա Սարի մոտ Պապային նշանակում են այդտեղ դիրքերը, այդտեղ ալինում։ Պապան
իր բատալյոնով մտնում են, մեկը տենում են ինչ 50 հատ աղջիկ ոտերի վրա տկլոր կախված են, ոտերից գլխի վրա ու մահացած էլի։ Այդտեղից իջնում են, արդեն գրոհում են կատաղած, ներքևը գերմանացիներն են լինում, էլի այդտեղ հարձակվում են ու դրանց բոլորին բան են անում, ոչնչացնում են այդ գերմանացիներին։ Ու դրանից հետո արդեն մեր դիվիզիան մյուս դիվիզիաների հետ միասին ազատագրում է բանը, Նավառասիսկա, անցնում է մյուս գրոհին, Անապան են գրավում։ Հետո ամենահետաքրքիրը գալիս են արդեն Թաման թերակղզի։ Թաման թերակղզու ազատագրման ժամանակ դիվիզիայի հրամանատարն էր այն ժամանակ գնդապետ Նվեր Գևորգի Սաֆարյանը։ Դիվիզիան հարձակողական մարտերով ճեղքեց ֆաշիստների ուրեմն կազմած 7 գծից բաղկացած պատնեշը, որը кочվում էր Կապույտ գիծ։ По легенде, свое название «Голубая линия» получила от того, что Гитлер провел голубым карандашом на карте, сказав, что дальше ни шагу назад. И вот в мае советские войска провели наступательную операцию, она шла тяжело, но самое важное, что смогли, во-первых, вскрыть немецкую оборону, захватить станицу Крымская и побить немецкую авиацию. Это было очень важное событие, а самое главное, что именно там стало ясно, летний немец уже не тот, его можно бить. Դիվիզիայի զորամասերը ազատագրեցին Թաման թերակղզին։ Դիվիզիան վերանվանվեց Թամանցիներ պատվավոր անունը։ Դիվիզիայի հրամանատար գնդապետ Նվեր Սաֆարյանին ուրեմն տրվեց գեներալ-մայորի զինվորական կոչում եւ պարգևատրվեց Սուվորովի 2-րդ աստիճանի զորահրամանատարական շքանշանով։ Պապան այդտեղ արդեն լինում է գումարտակի հրամանատար, այդ հրամանը արդեն եկած է լինում, մայորել է ալնում։ Дальнейшая история 89-й стрелковой дивизии связана с освобождением Керчи и Севастополя. 2 полка ее получили почетное наименование Севастопольские, то есть дивизия отличилась в этих боях, хорошо себя показала. Արունահեղ մարտեր տեղի ունեցան Կերչի ազատագրման ժամանակ եւ 1944 թվականի փետրվարի 11-ին ազատագրվեց Կերչ թերակղզին։ Գերագույն գլխավոր հրամանատարության հրամանով Թամանյան դիվիզիան արժանացավ Կարմիր դրոշի շքանշանի։ Դրանից հետո սկսում է այդ ազատագրման մարտերը Սևաստոպոլի, կատարվում է մեծ մի հատ օպերացիա, որին հայերը այդտեղ մասնակցում են, դրսևորելով իրենց խիզախ օրինակ։ Այդ մարտի ժամանակ մենք հայերս տվել ենք 5 հատ հերոս, հերոսի կոչում են ստացել 5 հոգի։ Մնացածը արժանացել են Կարմիր դրոշի շքանշանի, որի մեջ նաև Պապան է ստացել։ Վիսլա գետի ափին սկսվում են Թամանյան 89-րդ հրաձգային դիվիզիայի ամենահերոսական էջերը։ Վտանգներով եւ ուրիշների կյանքի համար պատասխանատվության բեռով ծանրացած հրամանատարը ընդամենը 24 տարեկան էր, բայց սառնասիրտ ու սթափ որոշումները կայացնում էր արագ առանց варанելու։ В дальнейшем части, которые освобождали Крым, были разбросаны по Советско-Германскому фронту. Это появился такой резерв. И вот 89-я оказалась на Первом Украинском фронте. Летом того же 44-го года она начинает наступление в ходе Львовско-Сантомирской операции, доходит до Польши. Հիտլերը օդերի ճակատային մասում կարգադրել էր տեղաբաշխել գերմանական ահ ու սարսափ հատուկ ջոկատայիններին, անվտանգության ուժերին։ Նրանք նպատակ ունեին ոչնչացնել 89-րդ հայկական դիվիզիան, բայց չի հաջողվում։ 60 ծանր օրեր թամանցիները կյանքի գնով պահում են կամուրջը եւ այն անվանում հայկական հող։ Իրականում հենց այդ փոքր հողակտորից էր կախված օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի գրավումը։ Հենց այդ տեղով էին անցնում Բերլինի երկաթուղին եւ հիմնական մայրուղին։ Մինչեւ Բերլին մնում էր ընդամենը 70 կիլոմետր։ Գեորգի Ժուկովը իր գրքում գրել է, որ օդերի Ֆրանկֆուրտ քաղաքը համարվում էր Բերլինի դուռը բացող բանալին։ 400-րդ գնդի առաջին գումարտակի հրամանատար մայոր Հրանտ Բաբայանը մանրակրկիտ կազմակերպում է իր գումարտակի վրա դրված պատասխանատու գործը։ Հասկանալով թշնամու թույլ կողմերը,
Նրանք օդերի Ֆրանկֆուրտի մատույցներում ճեղքում են պաշտպանությունը, մխրճվում գերմանացիների մարտական դիրքերը։ Բաբայանն օգտվում է անակնկալի եկած գերմանացիների շփոթությունից եւ ջախջախում թշնամական ձախ թևը։ 1945 թվականի ապրիլի 22-ի գիշերը Բաբայանն իր գումարտակով մեկը մյուսի հետևից գրավում է թշնամական սահմանագծերը եւ 23-ի լուսաբացին վերջնական գրոհով մտնում Ֆրանկֆուրտ։ Սա անձնազոհ սխրանք էր, որի համար Բաբայանը ներկայացվում է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Բերլին 1945 թվական ապրիլ ամսվա վերջն էր։ Գարնան խոնավ հոտ կար օդում։ Եվրոպական մշակույթ կրող քաղաքում, որը մի ժամանակ արվեստների եւ գիտության կենտրոն էր, փոշու, ծովարյան, ավերված շենքերի փլատակների մեջ հաղթանակի սպասումով կռիվ էին տալիս աշխարհաքաղաքական խարդավանքների ամբիցիոզ եւ կործանարար որոշումների համար։ Քանիսի ճակատագիր ընդհատվեց այդ պատերի տակ։ Աշխարհի մարդկությունը երբեք չի փոխվում, քանի կան ընչաքաղցությունն ու ուժի գերակայությունը։ Շուրջ 6 օր տևեց Բերլինի փողոցային մարտերը։ Այդ մարտերի ժամանակ դիվիզիան կարողացավ ուրեմն գրավել Բերլինի կենտրոնում գտնվող Բերթ ամրոցը, գերի վերցրեց 5200 ֆաշիստի եւ մեծ քանակությամբ զինտեխնիկա։ Ուրեմն Ռայխստագից գտնվում են մոտավորապես 1 կիլոմետր հեռավորության վրա, 5 օր մնալուց հետո գնում են դեպի Էլբա, որտեղ հանդիպում են ուրեմն մյուս մեր համագործակցող պետության զինվորների հետ Ամերիկայի եւ Անգլիայի։ Դիվիզիայի 9 մարտիկ արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչմանը եւ 8-ը արժանացան Փարքի շքանշանի լրիվ ասպետի կոչմանը։ Հաղթանակած դիվիզիան Ռայխստագի մոտ քոչարի է ապարել, զինվորների մեծ մասը, որ ցանկություն ունեցել պատերին գրել է, հայրս էլ է գրել Երևանից մինչև Բերլին ու գրել է Հրանտ Բաբայան։ Թամանյան հայկական 89-րդ հրաձգային դիվիզիան Երևանից մինչև Բերլին անցնում է ավելի քան 7250 կիլոմետր։ Սպասումի ճանապարհ։
Սպասում հայրենի եզերքի կարոտի ու այդքան թանկ խաղաղության համար։ Քաջ թամանցիներից շատերը մնացին մարտի դաշտերում, չվերադարձան, բայց նրանց անունը չի խամրելու ու չի մոռացվելու եւ հավերժ վկայելու է հայ ժողովրդի ռազմական փառավոր սխրանքները։ Պատերազմն ավարտվում է, երանություն բոլոր վերադարձողների ընտանիքների համար։ Հրամանատար Բաբայանը գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի եւ զինակիցների հետ միասին գնացքով ուղևորվում է հայրենիք։ Երևանի կայարանում ծաղիկներով եւ ուրախությունից պայթող սրտերով սպասում էր ծանոթ ու անծանոթ, ցնծացող բազմությունը։ Սակայն գնացքը հարկադիր կանգառ է կատարում Էջմիածին քաղաքում։ Մարդկային ողորմելի փոքրություն։ Նույնիսկ այդ ժամանակ կային չկամ ու մանր ղեկավարներ, որոնցից մեկը չէր ցանկացել, որ հերոսներն իրենց սխրանքին վայել հանդիպման արժանանան։ Պատերազմի հերոսները ոտքով են հասնում Երևան։ «1946 թվական Հայաստանում մեծ փոփոխությունների ժամանակն էր։ Խորհրդային միությունը կազմակերպել եւ արտասահմանում ապրող շուրջ 90,000 սփյուռքահայերի տեղափոխում էր Խորհրդային Հայաստան։ Վերադարձել էին նաեւ հայրենական պատերազմի բովով անցածները։ Հույս էր արթնացել ապրելու կարոտ մարդկանց մեջ։ Հրանտ Բաբայանին մի հողակտոր են տալիս Այգեստան թաղամասում, ուր Նուշի, Բալի ու Ծիրանի այգիներ էին։ Հրամանատարը սկսում է տուն կառուցել։ Օգնության էին գալիս նաև զինակից ընկերները, որոնց հետ անցել էին հաղթական երկար ճանապարհ։ Հայրս վերադառնալուց հետո ուրեմն 47 թվականին հիվանդության պատճառով զորացրվել է եւ անցել է աշխատանքի տարբեր ժողովրդական տնտեսության բնակարար։ Սկզբից նշանակվել է քաղաքային սովետում որպես հրահանգիչ, հետո նշանակվել է մետաղարծելի դիրեկտոր, ուրեմն աշխատել է Սևան ռեստորանի դիրեկտոր, Սպանդարյան սննդարի դիրեկտոր 18 տարի, 8 տարի էլ աշխատել է Թոշակի գնալուց հետո Արարատ ուրեմն ռեստորանում որպես դիրեկտոր։ Բաղենթ հրած բելբուլեր վարդենագատ նացամբուլեն որ սիրտես հասկանա ես նրան ուրբանուլ եմ Խաղաղությունն իր հետ վաստակած հանգիստ էր բերել։ Հրամանատարը հաճախ էր պատրաստում համեղ խորտիկներ, կամացուկ երգով ու միայն իրեն հայտնի կարոտներով։ Հաճախ չանախ տաք ուտեստներ պատրաստում ու անհամբեր սպասում թանկ հյուրերին։ Պատերազմի ավարտից հետո թամանցիները հանդիպում էին Հրանտ Բաբայանի տանը, հատկապես մայիսի 9-ին, հաղթանակի օրը, եւ պարտադիր գավաթ էին բարձրացնում խաղաղության համար։ Հիշում էին անցյալի պանցալի, բայց եւ մռայլ օրերը, մարտի դաշտում թողած ընկերներին եւ սեղանի շուրջ հավաքված մեծ ու փոքրի պատմում էին հենց նրանց սխրանքների մասին։ Մայիսի 9-ը մեր ընտանիքի համար շատ մեծ ամենանշանավոր տոներից մեկն է, որը որ միշտ մեծ շուքով նշվել է մեր տանը։ Հավաքվում էինք հարազատներով, բարեկամներով, ընկերներով, պապիկի վետերան ընկերներն էին այցելում մեզ, անպայման հերոսները այն ժամանակ, ովքեր որ ողջ էին,
Միշտ նշել ենք մեծ խնջույք էինք կազմակերպում եւ նշում էինք շատ մեծ շուքով։ Այդ ավանդույթը պահպանվել է մինչեւ այսօր։ Մայիսի 9-ը մենք նշել ենք մեծ շուկով, Պապայի ռազմաճակատային ընկերներով, գեներալ Սաֆարյանը հաճախ էր գալի մեր տուն եւ ինձ օգնում էր, ասենք, երանգյունաչափություն էր պարապում իմ հետ։ Այդ ավանդույթը մենք շարունակում ենք մինչեւ հիմա։ Այդտենց դեպք չի եղել, որ մայիսի 9-ը մենք չնշենք։ Պապիկի հետ էինք միշտ գալիս, հաղթանակի զբոսայգի, այցելում էինք անհայտ զինվորի գերեզմանը, անպայման պետք է այցելեինք, դա պարտադիր պայմաններից էր, այդ ժամանակ արդեն լռում էր, լրջանում էր, լռում էր։ Ես շատ եմ ճամփորդում, իրականում շատ տարբեր մարդկանց հետ եմ հանդիպում, գիտեք, միշտ այդ զգացողությունը իմ մեջ կա, որ ես հերոսի թոռ եմ, ինձ համար դա մեծ պատասխանատվություն է եւ հպարտություն։ Հերոս Հրանտ Բաբայանին հաճախ հանդիպումներին հրավիրում կրթօջախներ։ 89-րդ համանյան հայկական հրաձգային դիվիզիայի անցած ճանապարհի մասին պատանիները լսում էին հենց հրամանատարից։ Ամեն անգամ Բաբայանը համբերատարությամբ, սիրով եւ մեծագույն պատասխանատվությամբ պատմում էր նախ զինակիցների, կարևորագույն ճակատամարտերի եւ իհարկե խաղաղության մասին։ Շատ լավ հիշում եմ այդ օրը, որ պապիկի հետ գնացի Մոսկվա։ Ես շատ երազում էի գնայի Լենինի դամբարան, դե մեծ հերթեր էր շատ, հիշում եք այն տարիներին։ Հենց իմացամ, որ պապիկը սովետական միության հերոս է, ամբողջ այդ ժողովուրդը մի կողմ քաշվեց եւ մեզ ասեցին ներս մտեք։ Դու չեք պատկերացնում, թե ինչ ապրումներ եմ ես ունեցել։ Սենց քայլում էի հպարտ, որ հենց իմ պապիկն է, հենց ես եմ իրա թոռը։ Մի անգամ լրագրողները եկել էին մեր տուն պապիկից հարցազրույց վերցնելու եւ այն ժամանակ մենք փոքր էինք եւ ավելի շատ խանգարում էինք լրագրողներին ու այդ ժամանակ լրագրողները որոշեցին մեզ նույնպես լուսանկարել պապիկի հետ։ Այդ ժամանակ ես չէի պատկերացնի, որ հենց այդ լուսանկարը կդառնա իմ համար ամենաթանկ լուսանկարը, որը նկարվել եմ պապիկիս հետ։ Պատանեկան հասակում պապիկս մի հատ խորհուրդ տվեց, գիտեք, ինքը շատ խիստ մարդ էր եւ լուռ ու շատ ազդեցիկ խոսք ուներ։ Ասեց. «Բալա ջան, մեծանում եք, մի բան հիշեք, երբեք ոչ մեկի վրա հույս չդնեք, միայն ձեր վրա»։ Ասում էր. «Ինձ երբեք չասեք չեմ կարող մի բան անել, ասեք չեմ ուզե, չեմ արե, չկա տենց բան»։ Ու հավատացեք, ես նույնիսկ իմ կյանքում, նույնիսկ իմ հիմնարկում, իմ ընկերների մեջ, իմ երեխաների ընտանիքում միշտ այդ ֆրազան օգտագործում եմ։ Պատերազմում հաղթելը միայն ուժով չի որոշվում։ Թերևս որոշվում է նաև կամքով, համառությամբ, քաջությամբ եւ գիտակցությամբ, որ վաղը նոր օր է գալու, ավելի լավ ու խաղաղ օր։ Գիտակցելով խաղաղության եւ ազատության կշիռը, ընտրյալ մարդն ինքնակամ գնում է անձնազոհության։ Այդպիսի քիչ են, բայց հենց նրանք են հավասարակշռում աշխարհում մարդ մնալու տատանվող կշեռքը։ Պատերազմը մարդկանց բարիք չի բերում, չարիք, ավերածություն, բոլոր տեսակի զրկանքներ մարդկանց թողեց պատերազմը։